հին իրերը, որոնք շատերի համար պարզապես աղբ են, Անի Խոբակի աչքերում արվեստի անսպառ հնարավորությունների աղբյուր են։ Այստեղ յուրաքանչյուր աշխատանք պատմում այն մասին, թե ինչպես կարող է հին ու ամենաանպետք թվացողը վերածվել նորի եւ ստանալ նոր արժեքու կյանք։ Առաջինը արվեստն է, երկրորդը իհարկե հրաշալի է, երբ որ դու իսկապես կարողանում ես որևէ ճանապարհ եւ ունենալ օգտագործել։ Անի արվեստանոցը լցված է ամենատարբեր նյութերով, որոնք հավաքվում են մի շարք աղբյուրներից, երբեմն ընկերների միջոցով, երբեմն էլ էկոկենտրոնների։ Այսպես արվեստանոցի դարակներում կոկիկ դասավորված տարատեսակ նյութերը հերթով սպասում են իրենց հերթին դառնալու յուրօրինակ ստեղծագործություն։ Հրաշալի կերներ ունեն, որոնք ասում են ուրեմն ավտոմատս հավաքել եմ եւ այսպիսի բաներ եմ ջարել, որ ինձ պետք չեն, բայց եթե քեզ պետք են վերցրու, այնպես ինչ-որ անփոփ իմ արվեստանոցի բաներ են գալիս։ Անին վստահ է, որ հին իրերի վերամշակումը կարող է դառնալ ոչ միայն արվեստի մի մաս, այլև կոչ բնության հանդեպ ավելի ուշադիր լինելու։ Ի դեպ, մեր հերոսուին ստեղծագործական ժամանակը բաժանում է երկու մասի, նա նաև կամերային երգչախմբի կատարողներից է։ Արվեստի մի ճյուղից մյուսներ վազելու արանքում մի ցանկություն ունի։ Առաջիկայում ես շատ ուզում եմ հնարավոր շատ ժամանակ ունենամ ինձ համար, որպես արտիստ։ Ուզում է այդպիսով կարողանալ ավելի շատ ցուցադրություններ կազմակերպել։ Վերջինը հոկտեմբերին է եղել։ Շարքի անունը Երևանս։ Երևանը, Երևանը, երևի, եթե դուք նկատեցիք ցուցակցին, ինքը ավելի 90-ականների Երևանն էր, 2000-ականների Երևանն էր, այդ լամպերը, այդ լարերը, լարաշատ եւ այլն։ Մեկ շաբաթ արվեստի տան հյուրերն այս ստեղծագործություններն էին մոռացված իրեր, որոնք վերամշակման շնորհիվ նոր կյանք են ստացել։ Անին շեշտում է ստեղծագործությունները նայող, գնահատող ու սիրող մարդկանց կարիք միշտ կա, քանի որ արվեստը, ինչպես մեր հերոսու ստեղծագործական գործիքները, չի հնանում։ Այս աշխարհում, որտեղ ես եմ, իսկ ես մի քանի ուրիշ աշխարհներում եմ, ամենահամարցակն եմ։ Եվ դա ինձ դուր է գալիս։